Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 3։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դարավ, և Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Եսայի 53:6 խոսք։ Ինչպես Աստծո սերը մեր հանդեպ սա առաջարկեց, և Քրիստոսը հանուն Հոր փառքի հանդեպ իր սիրո և մեր բարօրության ընդունեց այն և կամեցավ հանձն առնել մեր գործը, միջնորդ կանգնելով մեր և աստվածային բարկության միջև, մեր փոխարեն կանգնել և կրել մեր մեղքերը, և դա հռչակվեց որպես արդարության ակտ, որը պետք է իրականացվեր։ Քանզի Աստված, լինելով աշխարհի Տերը և մեծ օրենսդիրը, ով արդարությամբ հնազանդություն է պահանջում իր բանական արարածից, իր օրենքի խախտման դեպքում դառնում է դատավոր, և նրա արդարությունը, որպես կառավարիչ, պահանջում է, որ օրինազանցության համար սահմանված պատիժը գործադրվի հանցավորի վրա։ Արդարության իրավունքները պահպանելու և ողորմության աղաղակին բավարար պատասխան տալու համար, այսպես ասած, մեկի արցունքները սրբելու և մյուսի խոժոռությունը հարթելու համար, Աստված մեր անօրենությունները դրեց Քրիստոսի վրա։ Եսայի 53:6 խոսք։ Քրիստոսն իր վրա վերցնելով մեր մեղքերը, խաչի վրա իր մարմնով կրեց պատիժը և պատասխանատու դարձավ մեր մեղքերի համար։ Չնայած նա երբեք մեղք չէր գործել և իր անձով Աստծո առաջ պարտքով չէր կանգնել, այնուամենայնիվ, դառնալով մեր երաշխավորը և օրենքի տակ դրվելով, ենթարկվելով օրենքին ու մեր փոխարեն կանգնելով, նա ենթարկեց իր անձը օրենքի պահանջներին պատժի առումով։ Այսպիսով, մարդկային մեղքերի համար նախատեսված ամբողջ պատժի բեռը Աստված որպես արդար դատավոր դրեց Քրիստոսի վրա։ Եվ այն, ինչ նա չէր կարող ստանալ պարտապաններից, նա կարողացավ ստանալ երաշխավորից, որը ստանձնել էր պարտքը վճարելու պարտավորությունը և հետևաբար ենթակա էր բոլոր այն անեծքներին, որոնք օրենքը կարող էր դնել մեզ վրա։ Եվ այս պարտավորության համաձայն, Աստված մեր անօրենությունները վերագրեց նրան և պատժեց դրանք նրա մեջ։